Գիրք Ծննդոց, գլուխ 28։ Եվ Իսահակը կանչեց Հակոբին և օրհնեց նրան, և պատվիրեց նրան և ասեց նրան. «Քանանի աղջիկներից կին չառնես, վեր կաց գնա Փադան Արամ միջագետ քո մոր հայր Բաթուելի տունը, և այնտեղից քեզ համար կին առ քո մոր եղբայր Լաբանի աղջիկներից, և Ամենակարող Աստվածը օրհնե քեզ, և քեզ աճեցնե և քեզ շատացնե, և դու ժողովուրդների ժողով լինիս, և տա քեզ Աբրահամի օրհնությունը, և քո սերունդին քեզ հետ քո պանդխտության երկիրը ստացվածքի համար, որ Աստված տվել է Աբրահամին»։ Եվ Իսահակը ճանապարհեց Հակոբին, և նա գնաց Փադան Արամ միջագետ Ասորի Բաթուելի որդի Լաբանի, այսինքն Հակոբի և Եսավի մայր Ռեբեկայի եղբոր մոտ։ Եվ երբ որ Եսավը տեսավ, որ Իսահակը օրհնեց Հակոբին, և նրան ուղարկեց Փադան Արամ միջագետ այնտեղից իր անկիրն առնելու համար, և որ նրան օրհնելիս պատվիրեց նրան ասելով. «Քանանի աղջիկներից քեզ համար կին չառնես», և որ Հակոբը հնազանդեց իր հորը և իր մորը, և գնաց Փադան Արամ միջագետ։ Նաև տեսավ Եսավը, որ Քանանի աղջիկները իր հորը Իսահակին անհաճելի են։ Եսավը գնաց Իսմայելի մոտ, Աբրահամի որդու Իսմայելի աղջիկ, և Նաբեոթի քույր Մայելեթին իրան կին առավ իր կանանցից ճոք։ Եվ Հակոբը Բերսաբեից դուրս եկավ և գնաց դեպի Խառան։ Եվ մի տեղ հասավ և գիշերն այնտեղ մնաց, որովհետև արեգակը մար էր մտել, և այնտեղի քարերիցն առավ և իր գլխի տակ դրավ, և այնտեղ պառկեց։ Եվ երազ տեսավ, և ահա մի սանդուղք երկրի վրա դրված, և նրա գլուխը երկնքին էր դպչում, և ահա Աստծո հրեշտակները նրանով վեր էին գնում և իջնում։ Եվ ահա Եհովան կանգնած էր նրա վրա և ասեց. «Ես եմ Եհովան, քո հոր Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը։ Այդ երկիրը, որի վրա պառկած ես, ես քեզ եմ տալու և քո սերունդին։ Եվ քո սերունդը երկրի ավազի չափ կլինի, և կտարածվի դեպի արևմուտք և արևելք, և դեպի հյուսիս և հարավ, և քեզանով կօրհնվին երկրի բոլոր ազգերը, և քո սերունդովը։ Եվ ահա ես քեզ հետ եմ, և ամեն տեղ, ուր որ գնաս, քեզ կպահեմ, և քեզ այս երկիրը կդարձնեմ, որովհետև քեզ չեմ թողի մինչև որ կատարեմ այն, ինչ որ քեզ ասել եմ»։ Եվ Հակոբը զարթնեց իր քնիցը և ասեց. «Իրավի Եհովան այստեղ է, և ես չգիտեի»։ Եվ վախեց ու ասեց. «Ինչ ահավոր է այստեղը, սա ուրիշ բան չէ, բայց միայն Աստծո տունը, և սա է երկնքի դուռը»։ Եվ Հակոբն առավոտ անց կանուխ վեր կացավ, և առավ այն քարը, որ իր գլխի տակ էր դրել, և նրան արձան կանգնեցրեց, և նրա գլխին յուղ ածեց։ Եվ այնտեղի անունը Բեթել դրավ, բայց առաջ այն քաղաքի անունը Լուզ էր։ Եվ Հակոբը ուխտ արավ և ասեց. «Եթե Աստված ինձ հետ լինի, ինձ պահե այս ճանապարհումը, որ ես գնում եմ, և ինձ ուտելու հաց և հագնելու հանդերձ տա, և ես խաղաղությամբ ետ դառնամ իմ հոր տունը, Եհովան ինձ համար Աստված լինի, և այս քարը, որ ես արձան կանգնեցրի, Աստծո տուն լինի, և այն ամենից, որ դու ինձ տաս, ես քեզ 10-րդ տամ»։